Շիրակի մարզում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքը, առաջին աշխատանքներն արդեն ընթանում են մարզի ցածրադիր բնակավայրերում, իսկ Ազատանի դաշտերում այս տարվա բերքն արդեն հավաքում է նոր ժամանակակից կոմբայնը, որը գյուղ է հասել պետական աջակցության լիզինգային ծրագրի շրջանակում։ Ծրագրով ենք առել, Sigma ծրագրով, մարդիկ օգնեցին, շատ շնորհակալ ենք, ամենակարևորը։ Գյուղին է մեր շատ է պետք է տեխնիկան։ Արդեն հին է, հնցել են, նորմալ հունդ չեն են էլի։ Իսկ շատ յուրահատուկ գործքեն է։ Կորուս չունի, հատիկ չի ջարդի, ամենակարևորը։ Մարկանց օգուտ կտանք, վնաս չենք տա էլի։ Կոմբայնավարի խոսքով նոր տեխնիկան ձեռք է բերվել Sigma ծրագրի աջակցությամբ, ֆերմերները նշում են, որ գյուղում նման մեքենայի կարիքը վաղուց կար, քանի որ նախկին կոմբայններն արդեն մաշված էին եւ չէին ապահովում որակյալ հնձում։ Կոմբայններ ունենք, որ հին սովետական թե գիտեք, եթե այս ծրագրերը չլիներ լիզինգով, պետքան աջակցությունը չլիներ, հաստատ գյուղատնտեսությունը անգում կաբրեր։ Ազատանի վարչական ղեկավարը, ով միաժամանակ գյուղատնտեսությամբ է զբաղվում, ասում է, չնայած կարկուտը շուրջ 300 հեկտար տարածքում վնասներ է հասցրել, մնացած դաշտերում բերքի վիճակը գնահատվում է լավ եւ սպասելիքները բարձր են։ Լավ բերքի ակնկալիք ունենք, չնայած որ եղանակը մի փոքր անբարենպաստ գտնվեց, կարկուտ տեղած, մի փոքր հատվածում մեր գյուղի 300 հեկտարի այդ հատվածում է կարկուտ տեղած է, մնացած հատվածներում պարկասություն նորմալ է, բերքի վիճակը, սպասում ենք լավ բերք, լավ ակնկալիք ունենք։ Նրա խոսքով առանձին դաշտերում 1 հեկտարից ստացվող բերքատվությունը հասնում է 70 ցենտների, իսկ միջին հաշվով ակնկալվում է շուրջ 40 ցենտներ 1 հեկտարից։ Ֆերմերը նաև ընդգծում է պետական աջակցության ծրագրի նշանակությունը, որի շրջանակում աշնանացան ցորեն մշակող տնտեսվարողները յուրաքանչյուր հեկտարի համար ստանում են 80,000 դրամի փոխհատուցում։ Օգտվել ենք ցորենի ծրագրից, կառավարության ծրագրից 1 հեկտարի հաշվով ցորենին 80,000 դրամ գումար է վճարում պետությունը, որը շատ լավ դրական ազդեցություն է թողել ազգաբնակության մոտ ու սկսել են ավելի շատ ցորեն մշակել։ Այս տարի Ազատանում մշակվել է շուրջ 1200-ից 1300 հեկտար հացահատիկի ցանկատարածություն։ Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչությունից էլ հայտնում են, որ 2026 թվականին մարզում իրականացվել է շուրջ 19600 հեկտար աշնանացան ցորենի, ավելի քան 21000 հեկտար գարնանացան հացահատիկային եւ հատիկընդեղեն մշակաբույսերի, ինչպես նաեւ կերային մշակաբույսերի ցանկ։ Ընդհանուր առմամբ մարզում մշակվել է ավելի քան 50,000 հեկտար գյուղատնտեսական տարածք։ Այս ավելացումը պայմանավորված է պետական օժանդակության ծրագրերի առկայությամբ, բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում մարզի տնտեսվարողները կարող էին օգտվել ծրագրից եւ հավաստագրված սերմերով ցանկ իրականացվող տնտեսվարողներին տրամադրվում է ծախսերի մասնակի փոխհատուցում, աշնանացան ցորենի դեպքում 80,000 դրամի չափով, գարնանացան հացահատիկային մշակաբույսերի դեպքում 70,000, կերային մշակաբույսերի դեպքում 110,000 դրամ եւ եգիպտացորենի դեպքում 85,000 դրամ։ Նախնական գնահատականներով այս տարի մարզում ակնկալվում է բերքատվության աճ, մասնագետները դա պայմանավորում են տարվա ընթացքում տեղումների առատությամբ, որի շնորհիվ հատկապես անջրդի հողատարածքներում խոնավության բավարար պաշար է ապահովել։ Նկատելիորեն ավելացել են նաև ցորենի ցանկատարածությունները։ Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների գնահատմամբ պետական աջակցության ծրագրերը շարունակում են դրական ազդեցություն ունենալ թե բուսաբուծության, թե անասնապահության ոլորտներում, նպաստելով արտադրողականության բարձրացմանն ու գյուղատնտեսական տնտեսությունների կայուն զարգացմանը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ 4 տարվա ընդմիջումից հետո Ստեփանավանը պատրաստվում է հյուրընկալել Խորովածի համահայկական 13-րդ փառատոնը, որը կկայանա օգոստոսի 1-ին Ալեա զբոսայգում։ Փառատոնին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում կազմակերպիչներն ու ոլորտի պատասխանատուները ներկայացրին միջոցառման ծրագիրը, ընդգծելով դրա դերը Հայաստանի գաստրոտուրիզմի զարգացման գործում։ Բանախոսներն էին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի եւ խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման
Հայկական հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը եւ փառատոնի կազմակերպիչ Վլադիմիր Գևորքյանը։ Նրանց խոսքով դեռևս 2008 թվականից անցկացվող փառատոնը նպատակ ունի խթանել ներքին եւ ներգնաց զբոսաշրջությունը, նպաստել մարզերի զարգացմանը, ինչպես նաեւ ներկայացնել հայկական խոհարարական մշակույթի հարուստ ավանդույթները։ 4 տարվա դադարից հետո փառատոնի վերականգնումը կարևոր քայլ է ինչպես համայնքի, այնպես էլ զբոսաշրջության ոլորտի համար։ Խորհրդի համայնքական փառատոնը իրականացում 2008 թվականից եւ պետական ծրագիր կար հյուսիսային դարպասներ զբոսաշրջության զարգացման եւ այդ ծրագրի շրջանակներում մենք սկսեցինք հաղթալայում իրականացնել փառատոնը։ Ուրեմն այս տարի իրականացվելու է օգոստոսի 1-ին Ստեփանավան քաղաքում Ալեա թաղամասում։ Փառատոնի ընթացքում մասնակիցները կմրցեն մի քանի անվանակարգերում։ Մասնագիտական ժյուրին կընտրի լավագույն համ, լավագույն տեսք եւ լավագույն մտահաղացում անվանակարգերի հաղթողներին։ Կշնորհվեն նաեւ բացարձակ հաղթող գլխավոր գավաթը եւ Ստեփանավան համայնքի ղեկավարի հատուկ մրցանակը։ Միջոցառումը անցկացվելու է մշակութային ծրագրով, երաժշտական կատարումներով եւ հյուրերի մասնակցությամբ, ստեղծելով իսկական տոնական մթնոլորտ, ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ բազմաթիվ այցելուների համար։ Փառատոնն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Ստեփանավան համայնքի եւ Լոռու մարզպետարանի համագործակցությամբ։ Կապահովին նաեւ ուղևորափոխադրում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի տարբեր մարզերից եւ արտերկրից ժամանած հյուրերին մասնակցել միջոցառմանը։ Մենք ունենք նաեւ մրցանակաբաշխություն, ունենք մրցույթ սերտիֆիկատված ժյուրիի կողմից, նրանք են գնահատելու, մենք ունենք 3 անվանակարգ՝ լավագույն համ, լավագույն տեսք եւ լավագույն մտահաղացում, ինչպես նաեւ 2 գավաթ բացարձակ հաղթող եւ համայնքի ղեկավարի հատուկ մրցանակ։ Մենք ունենալու ենք Հանրապետության հրապարակից, Երևանի Հանրապետության հրապարակից շարժվող ավտոբուսներ, որոնք ժամը 10:00-ին շարժվելու են Հանրապետության հրապարակից դեպի Ստեփանավան, Ալեա զբոսայգու հատված եւ երեկոյան ժամը 20:00-ին ետ վերադարձ։ Նաեւ պետք է նշեմ, որ փառատոնը կայանում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաև Ստեփանավան համայնքի աջակցությամբ եւ մարզպետարանի օգնությամբ։ Ունենք բազմաթիվ փառատոններ, անցյալ շաբաթ արդեն սկսվել էին փառատոնները, այն փառատոնները, որ աջակցում է զբոսաշրջության կոմիտեն եւ շատ ուրախ ենք, որ այսքան ընդմիջումից հետո խորովածի փառատոնը, համայնքական խորովածի փառատոնը նորից կարող է Լոռու մարզում իր գործունեությունը ծավալել։ Բանախոսները շեշտեցին, որ նման նախաձեռնությունները միայն խոհարարական մրցույթներ չեն, դրանք հարթակ են փորձի փոխանակման, հայկական խոհանոցի բազմազանության ներկայացման եւ մարզերի զբոսաշրջության ներուժի բացահայտման համար։ Գայանե Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Կառավարության ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է բանակում ինքնասպանությունների 3 պատճառները։ Պատճառներից մեկը խաղադրույքներ կատարելն է, պարտքերի տակ ընկնելն ու պարտքը փակել չկարողանալն է։ Այս մասով միջոցներ են ձեռնարկվել, որ արգելվի ծառայության մեջ գտնվողներին խաղադրույք կատարելը, բայց համակարգը ըստ Փաշինյանի դեռ ներդրման փուլում է։ Բայց ես ձեզ ասեմ նաև, որ այս սրա մասին ես գիտեմ Կոշի գաղութում գտնված լինելու ժամանակաշրջանից պարտադիր չի, որ դու քո հեռախոսով բան անես, խաղադրույք կատարես, կան բաներ, ստվերային դիլերներ, որոնք հեռախոսով խոսքի վրա խաղադրույքներ կատարում են, հետո բան են անում։ Այսինքն նույնիսկ եթե հեռախոս չլինի, խաղադրույքը հետո եթե հաղթել ես, քո հաղթածը տալիս են, բայց եթե պարտվել ես, հազար ներողություն այդ բառի համար, ստանում են բոլոր հնարավոր միջոցներով։ Ինքնասպանության պատճառներից մեկը սա է։ Երկրորդը ընտանեկան կամ անձնական խնդիրները, որ քաղաքացիական կյանքում իրանց ինչ հարաբերություններում խնդիրներ են առաջանում եւ դրանք, այսինքն ես ասում եմ, ինչ որ ուսումնասիրությունները, զեկույցները ծանոթալով։ Երրորդը կապված է մի շատ կոնկրետ իրավիճակի հետ։ Մարտական բանում, դիրքում հերթապահության, քո ժամապահության ընթացքում քնելը։ Մարտական հերթապահության ժամանակ մարտական դիրքում քնողների նկատմամբ
Ես այս վերջերս մի рэպը երգ կա, երգի հայաստանյան рэպերի երգի մեջ sense նախադասություն կա, որ ես ասում եմ ինքը խոսում է իր մասին, ասում եմ ես դիրքում քնող չեմ եղել։ Որ կողքից լսող կասի դիրքում քնող, այս ինչ նախադասություն է, դիրքում քնող չեմ եղել։ Չքրական հիմա դիրքը հետեւյալն է, որ ասում եմ դու դիրքը պահում ես, մյուսները հանգստանում են քնում են։ Եթե դիրքապահը քնելա, շաղմա վտանգի տակ է դրել մյուսների կյանքը եւ ով որ արձանագրվում է որ դիրքի ժամանակ քնա, իր նկատմամբ զինվորները դա քրեական ենթամշակութա թե այս դեպքում անվտանգային ինչ որ գեր ճնշում է, արհամարանքի եւ մեկուսացման են ենթարկում եւ դիրքից իջնելուց հետո տեղի ունենում որոշակի բան մեկուսացում, կղզիացում եւ այլն հոգեբանական ճնշում եւ այլն եւ այսպես շարունակ։ Այս երեքն են բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառը։ Եվ ուզում եմ ասել, որ անձնական, այդ որ ասում են քրեական ենթամշակույթ, տեսեք, շատ դեպքերում մենք վերնագիրը դնում ենք, տենց ասում ենք քրեական, չենք խորանում, դա ինչ նշանակում գործնականում հասկանում եք։ Բանակում 85-90% ինքնասպանությունների դեպքերը կապված են այս 3 իրավիճակների հետ։ Ես ունեմ այդ մեղքը, բանակի ղեկավարության վրա պետք չգցել։ Ես ունեմ այդ մեղքը, որ մինչև հիմա այս խնդրի լուծումը չենք գտել մենք։ Եվ այս է պատճառը, որ մենք մեր ծրագրերում քրեական ենթամշակույթի մասին ենք գրում ենք աշակերտների ֆիզիկական եւ դպրոցներից սկսած ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստության անհրաժեշտության մասին, աշխարհայացքի ընդլայնման մասին։ Ի վերջո զինվորը պետքա նաեւ բան լինի, չէ, հոգեբանորեն ամուր լինի, որ նաեւ կարողանա չքնել, կարողանա հարաբերություն այնպես լինի, եթե զգա որ չի կարում չքնի, գնա արթնացնի մեկին ասի լսի, արի կես ժամով չեմ կարում, աչքս կպնում է։ Դա արդեն քրեական որ փոխօգնության է տրամաբանությունը, ոչ թե մեկուսացման։ Ես նկատի ունեմ վերնագրերը մեծ շատ դեպքերում եւ այդ առումով շնորհակալ եմ հարցի համար, որ հնարավորություն տվեցիք այս մանրամասները բացեմ, որտեղ համոզված եմ լրագրողների մի մասը գիտեն ես, բայց հանրության մեծամասնությունը չգիտի։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Ամբերտ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնայական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ Ամբերտի համայնքապետարանի աշխատակազմի 2 ղեկավարների օժանդակությամբ իրականացրել ձևական աճուրդ։ Մասնավորապես, համայնքի ղեկավարը հանդես գալով որպես աճուրդի կազմակերպիչ եւ աճուրդավար, օրենքի խախտմամբ ձևական աճուրդի միջոցով Ամբերտ համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակության տարբեր մակերեսներով 8 հողամասերը վաճառել է իրեն եւ հարազատներին, եղբայրներին, հորը, իսկ համայնքապետարանի վարչական շենքի դիմաց գտնվող պուրակը վաճառել է կնոջը։ Հետագայում նախաքննության ընթացքում այն նվիրատվության կարգով վերադարձվել է համայնքին։ Համայնքապետարանի նախկին ղեկավարն ու 2 աշխատակիցներն ընդունել են իրենց վերագրվող հանցանքները եւ վերականգնել պետությանը պատճառված վնասը։ Վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Ռազմական ոստիկանության ստուգումները հաճախակի բնույթ են կրում, որոնցից մեկն էլ կարգազանց հատուկ միջոցառումն է։ Ծառայության կազմակերպման խնդիրն է ի հայտ բերել Զորամասի տարածքում եւ Զորամասի տարածքից դուրս կարգազանց զինծառայողներին, հետևել օրվա կարգացակի համապատասխան միջոցառումների ճիշտ կազմակերպմանը Զորամասի տարածքում, ի հայտ բերել խախտումները եւ հաշվառել հետագայում նմանատիպ կարգապահական եւ օրակարգին վերաբերելի խախտումները բացառելու նպատակով։ Ստուգումը միանգամից մի քանի ուղղությամբ է։ Առաջինը Զորամասի ներքին կարգապահությունը, ծառայության կազմակերպումը, անձնակազմի արտաքին տեսքը, զինվորական համազգեստի ճիշտ կրումը, ինչպես նաև ծառայողական փաստաթղթերի վարումը։
Ռազմական ոստիկանության ծառայողները շրջում են ստորաբաժանումներում, զրուցում զինծառայողների հետ, արձանագրում իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում տեղում տալիս հանձնարարականներ։ Իրականացվել է նաև զինծառայողների մարմնազննություն, դրա նպատակն է ի հայտ բերելու զինծառայողների մոտ մարմնական վնասվածքների առկա է թե առկա չի, որ նորմալ էր։ Կարգազանց միջոցառման նպատակը միայն խախտումն էր արձանագրելը չէ, այլ առաջին հերթին կանխարգելումը, ծառայության կազմակերպման արդյունավետության բարձրացումն ու կանոնադրական պահանջների անշեղ պահպանումը։ Նմանատիպ ստուգումները, նմանատիպ կարգազանց միջոցառումները կատարվում է պարբերաբար, որի նպատակն է զորամասերում կատարել կանխարգելիչ միջոցառումներ կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ստուգման ընթացքում ընդհանուր մեծ գլոբալ խախտումներ չեն հայտնաբերվել։ Կարգուկանոնը զորամասում պարզապես պահանջ չէ, այն զինվորական ծառայության արդյունավետ կազմակերպման կարևոր նախապայմանն է։ Հենց այդ սկզբունքով էլ ռազմական ոստիկանությունն իրականացնում է իր ամենօրյա ծառայությունը, ապահովելով զինված ուժերում օրենքի, զինվորական կարգապահության եւ կանոնադրական պահանջների պահպանումը։ Զարուհի Ռազմիկ Տիգրանյան ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ծանր հարված են հասցրել Իրանին։ Թիրախավորվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ օբյեկտներ, ռազմական հրամանատարական կետեր, հրթիռային անօդաչու թռչող սարքերի կայանքներ, ափամերձ հսկողության եւ պաշտպանական օբյեկտներ։ Հարվածները հասցվել են ի պատասխան երեքշաբթի Հորդանանում Միացյալ Նահանգների բազաների եւ Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա իրանական հարձակումների։ Միացյալ Նահանգների հարվածներից հետո Իրանը մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել մերձավոր արևելքում գտնվող ամերիկյան թիրախների, մասնավորապես Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից մերձավոր արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտներին հասցված հարվածներից հետո Վաշինգտոնը չի քննարկում Իրանի դեմ ռազմական գործողությունը դադարեցնելու հնարավորությունը։ Այդ մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Թրամփի խոսքով Իրանի վերջին գործողությունները չեն փոխել Միացյալ Նահանգների քաղաքականությունը եւ ամերիկյան ուժերի հետ քաշման հարց օրակարգում չկա։ Նախագահը նաեւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է պատասխանել Իրանի նման գործողություններին, անհրաժեշտության դեպքում հասցնելով պատասխան հարված։ Ռուսական ուժերը հուլիսի 30-ի գիշերը հրթիռային հարվածներ են հասցրել Լվովին։ Քաղաքում մի քանի պայթյուն է որոտացել, վնասվել են 2 բազմահարկ բնակելի շենք եւ ոչ բնակելի շենք։ Լվովի մարզային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտնել է, որ տուժել է 15 մարդ, փլատակներում մարդիկ են մնացել։ Կիևում էլ ռուսական ուժերի հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել, եւս 2-ը վիրավորվել։ Կիևի մարզում հարվածների հետևանքով 5 մարդ է տուժել։ Կրիվոյ Ռոգի արվարձանում մասնավոր տան ուղղությամբ հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում 5 եւ 12 տարեկան աղջիկներ, եւս 8 մարդ տուժել է։ Ուկրաինայի նախագահն էլ տելեգրամյան իր ալիքում տեղեկացրել է, որ ռուսական ուժերի թիրախում այս գիշեր հայտնվել են Կիևը եւ Կիևի, Դնեպրոպետրովսկի, Լվովի, Պոլտավայի, Խարկովի, Նիկոլաևի, Սումիի, Վիլնիցիի, Չերկասի եւ Իվանո-Ֆրանկովսկի մարզերը։ Ավերվել եւ վնասվել են տասնյակ սովորական բնակելի տներ, քաղաքացիական ձեռնարկություններ եւ ենթակառուցվածքների օբյեկտներ։ Այդ հարձակման ընթացքում արձակվել է ավելի քան 70 հրթիռ եւ 280 հարվածային անօդաչու թռչող սարք։ Դրանց մի մասը հաջողվել է խոցել, նշել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նա ընդգծել է հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռների անհրաժեշտությունը։ Այս գիշեր ուկրաինական անօդաչուները թիրախավորել են Վայլդբերիզի եւս մեկ պահեստ, այս անգամ Պենզայում։ Նահանգապետ Օլեգ Մելնիչենկոյի խոսքով 1 մարդ տուժել է, պահեստի 200 աշխատակից տարհանվել։ Լրատվամիջոցների տվյալով պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել, հարձակմանը ենթարկվել նաեւ Ուդմուրտիայի Սարապուլ քաղաքում գտնվող Վայլդբերիզի լոգիստիկ կենտրոնը, այնտեղ եւս հրդեհ է բռնկվել եւ մարդկանց տարհանում է իրականացվել։ Տուժածներ չկան։ Ուկրաինայի զինված ուժերը 1.5 շաբաթվա ընթացքում շարքից հանել են Վայլդբերիզի 8 պահեստ, մոտ 860,000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Սա անկերության բոլոր պահեստային տարածքների ավելի քան 15%-ն է։ Դավիթ Մուրադյան, լուր։ Վեցամյա Մարիայի մահը ցնցել է ամբողջ լորին։ Ազնվաձորում դեպքի մասին իմանալուց հետո տիկին Գոհարը գիտակցությունը կորցրել է ու ընկել գետնին։ Հազիվ են ուշքի բերել հայրական տատիկին։ Ինքան վատացել է, սկուրին չէր կարում սկի հետ բերի իրա։ Տիկին Գոհարին։ Հա, դեր իրա թորներն են տղեն մահացել է, ամկեր ջահեր տղեն մահացել։ Ամկեր հեխենտ հերավ են։ Մարիան 20 օրական երեխա է եղել, երբ ավտովթարից մահացել է 29-ամյա հայրը, չտեսնելով դստերը։ Գյուղում պատմում են, որ հայրական տատի ու պապի խնամքի տակ 2 քույրերն են մեծանում։ Մարիան էլ հաճախ էր մնում տատիկ-պապիկի տանը։ Երեխաները մոր մոտ գնում գալիս էին։ Աղջիկը Նատալիին Մարիայից մեծ քուրել ունի մի հատ։ Ստեղի բնակվողն է։ Հակի գնացել է մամայի տուն, այնտեղ մնալուց գտել։ Երևի 10 տարեկան մեծն է,
ուտել միջնեկը։ Երեխեք են էլի, գյուղ երեխեք են, խելոք աշխատող, տատիկն աշխատում է, իրանք էլ պապիկի հետ տանը, դպրոցից դու, օրաքույրն շատ լավ նայում ամեն հարցում։ Տատիկն ամեն օր Վանաձոր աշխատանքի է գալիս, Կարի արտադրամասում է աշխատում, պապիկն էլ գյուղատնտեսությամբ է զբաղվում, անասուն են պահում, խնամում թոռներին, նորմալ, աշխատող, խելոք մարդիկ են, ոչ Մարիան, ոչ էլ մյուս աղջիկները առողջական խնդիր չեն ունեցել, նման բան երբևէ չեն լսել Ազնվաձորում։ Փոքրը ով մահացել է, ինքը հիմնականում իր մամայի մոտ է եղել։ Ընտանիքի մասին վատը ոչ մեկ չի կարող ասի, իրանք հանգիստ աշխատող ընտանիք է եղել, երեխաներն եկել են, խաղացել են խաղահրապարակում, շատ զուսպ, հանգիստ, ինչ որ անախորժ բաներ դեպքեր չի եղել, որ իրանք ներկայություն, իրանք մասնակցություն ունենան։ Մեծ քույրերը Ազնվաձորի դպրոցում են սովորում, որտեղ այս սեպտեմբերին դպրոց կգնար նաև Մարիան։ Դպրոցում էլ իրանք վարքը նորմալ է եղել, իրենց ինչ որ խնդիրներ չի եղել, որ ասեն դաստիարակության կամ ինչ որ բանի խնդիր են ունեցել երեխաները, սա ամեն ինչ նորմալ է եղել։ Мы так переживаем, спать не можем даже. Такая девочка хорошая была, в школу должна пойти в 1 класс. Տիկին Լյուդմիլայի աղջիկը, ով դպրոցում է աշխատում, մորը պատմել է Հրանուշի, Մարիայի մոր հետ ունեցած զրույցի մասին։ Даже звонили в свое время этой, как ее, Хрануш звать или Хрюш, маму ребенка. Она говорила, я всех детей заберу себе. Ну вот эта девочка, как там оказалась, мы не знаем. Ребенок что-то резал ножом, попала в сонную артерию ножом. Потом сказали, что повесили ребенка. Не знаем. Это полиция должна определить. Դեպքը որ պատահել է, այդ երեխան չէ, երեխան մոր հետ ա եղել, մորից էլ տեղյակ չենք որտեղ ա մնացել, ինչ արել, ուրա գնացել։ Մեր լսելով ասում է ինչ որ բանա ջոջանակ է նստած, բարանը իրենով ա տվել, չի հասցրել, որ բարանը քաշի, այդքանը ցավ տան։ Ճանաչում էի, գիտեմ, որ սիրուն աղջիկ երեխա էր, բայց դե որ դեպքը ստեղ չպատահել, ես երեկ առավոտ մանկապարտեզ գնացող կար եկա, նոր իմացել։ Դե ոնց որ ճոճանակից բան անելիս ալել, այդ երեխեն խեղդվել է ինչ արել, այդ են ասում, всё։ А я неделю назад эту девочку живую видела, такая Машенька, такая полненькая, такая хорошая, на папу похожа девочка, как ее нет. Ազնվաձորում պատմում են նաև, որ ընտանիքի հարսը ամուսնու մահից հետո վերջինիս ծնողների հետ չի ցանկացել ապրել։ Գյուղացիք ասում են, լեզու չեն գտել, գյուղից դուրս է եկել դեռ 6 տարի առաջ։ Վերջինս Ազնվաձոր հարս էր եկել հարևան Բազում գյուղից, վերջին տարիներին վարձակալությամբ տարբեր տեղեր է ապրել, մինչև Երևան։ Թե ինչն է դարձել փոքրիկ Մարիայի մահվան պատճառը, փորձաքննությունը կպարզի։ Քրեական վարույթ է նախաձեռնվել։ 6-ամյա աղջիկը, ով ինչպես հարևաններն են ասում, այնքան նման էր հորը, հուղարկավորվեց Ազնվաձորի գերեզմանատանը։ Անահիտ Կարապետյան, Հայկ Վարդանյան։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 22-ին Շիրակի մարզում ամփոփվել են ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները։ Ներկայ են ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը ներկայացրել է կատարված աշխատանքը։ 2026 թվականի առաջին կիսամյակում վարչությունում գրանցված հանցագործությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 24%-ով նվազել են։ Քրեական ոստիկանությանը վերաբերելի 273 դեպք է գրանցվել։ Սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են ծանր, աճել առանձնապես ծանր հանցագործությունները։ 66.2%-ով նվազել են նաև համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները։ Ընդհանուր առմամբ մարզում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են բարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 387 դեպք, բացահայտվել 333-ը։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 86%, նախորդ տարվա 80.5-ի դիմաց։ Նվազել են մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, այդ թվում մեքենաներից կատարվող գողությունները, աճել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։
Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի սպասարկման տարածքում 239 հանցագործության դեպք է գրանցվել, բացահայտվել 203-ը, նվազել են գողության, խուլիգանության, մարդու դեմ ուղղված դեպքերը, աճել են անչափահասների կողմից, նվազել նրանց նկատմամբ կատարված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնում սեփականության դեմ ուղղված հանցագործություններ չեն արձանագրվել։ Գրանցվել է հանցագործության 21 դեպք, ինչը 38.2%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Նվազել են պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ 6 ամսվա ընթացքում համայնքային ոստիկանության Անիի բաժնում գրանցված հանցագործության 122 դեպքից բացահայտվել է 116-ը, կամ 95.1%-ը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերն ավելացել են, աճել են նաեւ անչափահասի նկատմամբ կատարված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Աշոտսկի բաժնում գրանցվել է հանցագործության 32 դեպք, բացահայտվել 30-ը։ Հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է զենքզինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի ավելացմամբ, նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում նվազել են։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 142 դեպք, բացահայտվել 131-ը։ Լատենտային հանցագործություններից աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերը։ Բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները 120 հանցագործության դեպք են բացահայտել, 7.1%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 62118 արձանագրություն, նախորդ տարվա համեմատ 12757-ով ավելի։ Շիրակի մարզում նվազել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների եւ վիրավորների թիվը։ Ներկայացնելով գործունեության հիմնական ուղղությունները ոստիկանության գվարդիայի Գյումրիի պետական պահպանության բաժնի պետը նշել է, որ ծառայողները հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին զուգահեռ բացահայտել են մի շարք հանցագործություններ եւ պատշաճ իրականացրել օբյեկտների պահպանությունը։ Ընդհանուր առմամբ, բավարար գնահատելով Շիրակի մարզում հանցավորության դեմ պայքարի արդյունքները, ներքին գործերի նախարարը հանձնարարել է չսահմանափակվել միայն հանցագործությունների բացահայտմամբ, այլև հետևողականորեն իրականացնել կանխարգելման աշխատանքներ։ Նախարարը դրական է գնահատել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հափշտակությունների նվազման միտումը, ընդգծելով կանխարգելիչ եւ իրազեկման աշխատանքի կարեւորությունը։ Խարդախությունների, սեռական ազատության եւ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախարարն ընդգծել է անհետաձգելի եւ համարժեք արձագանքի անհրաժեշտությունը։ Հանձնարարվել է ակտիվացնել նաև ապօրինի թմրամիջոցների հայտնաբերման եւ շրջանառության կանխման, նաև անօրինական զենքզինամթերքի հայտնաբերման աշխատանքը։ Նախարարը համայնքային ոստիկաններին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ընտանեկան բռնության եւ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունները, հետեւողականորեն ապահովել բռնություն գործադրած անձանց նկատմամբ կիրառված անհետաձգելի միջամտության որոշումների կատարումը։ Արփինե Սարգսյանը կարևորել է ստորաբաժանումներում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումն ու ղեկավարների անմիջական աշխատանքը անձնակազմի հետ, ինչպես նաև ոստիկանության տարբեր ծառայությունների միջև օպերատիվ կապը, տեղեկատվության արագ փոխանակումը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Նախարար Սարգսյանը հանձնարարել է բական եւ գյուղական տարածքներում ոստիկանության հենասյունային ուղղություններով պարբերաբար իրականացնել թիրախային ուժեղացված ծառայություններ, հանցավորության կանխարգելման եւ բացահայտման, հասարակական կարգի պահպանության ու բնակչության անվտանգության ապահովման նպատակով։ Արփինե Սարգսյանը նաև այցելել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ, ծանոթացել ծառայության պայմաններին։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին Երևանի պարեկների հետ։ Հուլիսի 29-ին գիշերվա ժամը 2-ին մոտ Միքայելյան հիվանդանոցի դիմաց գտնվող գերեզմանատան տարածքում թմրամիջոց ապօրինից ձեռք բերելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալվեց եւ համայնքային ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերված թղթե 3 փաթեթում կար մեթամֆետամինի նման ընդհանուր 308 գրամ զանգված։ Նույն զանգվածից հայտնաբերվեց նաև նրա հեռախոսի պատյանում, իսկ պայուսակի մեջ եղած տարայում կար սուբուտեքս տեսակի մոտ 15 գրամ փոշենման զանգված։ 39-ամյա տղամարդը ներկայացվել է Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։